Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Միսակ Մանուշյանի անվան պուրակ, որտեղ բացվել է հայ գյուտարարներ գիտությունը ներսից դուրս խորագրով նոր հանրային խաղահրապարակ։ Վարչապետը ծանոթացել է ստեղծված պայմաններին։ 3 խաղահրապարակներն են տարբեր կրթական էլեմենտներ են իրենց մեջ պարունակում։ Տվյալ խաղահրապարակն ամենակրթականն է, որովհետև այստեղ հայ գյուտարարների ներկայացված խաղային տարերի միջոցով երեխաները սովորում են այն մեծ գյուտերի մասին, որոնք հայ գյուտարարները ունեցել են 20-րդ դարի ընթացքում։ Այստեղ Վիկտոր Համբարձումյանի մասին կա վերևում այլ գիշերը նաև պրոյեկցիայով աստղային համաստատությունը ցուցադրվում Ադամյան հնարավոր հեռուստացույցը, որ այստեղ տեսեք հեռուստացույցն է։ Այստեղ Սերսինը լուսնի վրա գնացող առաջին մեքենան է նաև հայ գյուտարարի հնարել։ Խաղահրապարակը նախատեսված է 3-ից 12 տարեկան երեխաների համար։ Այն միավորում է խաղը եւ կրթությունը երեխաներին հնարավորություն տալով բացահայտել գիտության աշխարհն ինտերակտիվ եւ երևակայական միջավայրում։ Խաղահրապարակները ձևավորում են ոչ միայն խաղի միջավայր, այլև գիտելիքի, նպաստելով երեխաների ֆիզիկական, սոցիալական եւ մտավոր զարգացմանը։ Հայ գյուտարարներ գիտությունը ներսից դուրս խաղահրապարակը համապատասխանում է միջազգային չափանիշներին, ապահովելով անվտանգ, ներառական եւ բազմաֆունկցիոնալ խաղային փորձառություն։ Նոր խաղահրապարակը Երևանում երրորդն է, որը ստեղծվել է Կերոն զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ եւ Կենտրոն վարչական շրջանի հետ համատեղ իրականացվող հանրային խաղահրապարակների ծրագրով։ Վարչապետն առաջարկել է, եթե կա այգու օրինակ, որը ամենահաջողվածն է, կարող են տիպային նախագիծ վերցնել եւ յուրաքանչյուր տեղում փորձեն այդպիսի այգի կառուցել։ Եթե լավն է, արդարացնում երեխեքը գալիս են, սիրում են, հոսք բերում, ինքը գրավիտացիա ունի, ինչի ամեն անգամ նոր նախագիծ անում։ Մի նախագիծ կամ ունենան կամ ձեռք բերենք ու դրանով այնտեղ որը ուզում են։ Վարչապետն այգում նկարվել է քաղաքացիների հետ։ Լավն է։ Անուտ ի՞նչ է։ Անուտ ի՞նչ է։ Այնուհետև ժողովրդական նկարիչ Վլադիմիր Մարգարյանի Վալմարի հրավերով երկրի ղեկավարն այցելել է իր արվեստի սրահ, ծանոթացել նկարչի վերջին աշխատանքներին։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այժմ Հայաստանում 50,000 բնակարան է կառուցվում եւ առնվազն 50,000 պատ կա։ Դրանցից գոնե 10,000-ի վրա կցանկանար տեսնել այսօր Հայաստանում գործող նկարիչների նկարները։ Տեսեք, դուք ասեք, չեմ ուզում մարդիկ ասեն, որ նկարացուցանտես է դրել, որ վաճառի, բա ինչի համար։ Բա նկարիչի, եթե նկարը չվաճառի, ո՞նց է գնա ուրիշ գործով զբաղվի, ոնց որ մեր գաղափարախոսությունն ու գաղափարաբանությունը ամբողջ դրա մեջ է, որ մարդ իր սիրած գործով զբաղվի եւ վաստակի իր սիրած գործով։ Այնուհետև երկրի ղեկավարը շրջել է Երևանի կենտրոնի փողոցներով։ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ մայրաքաղաքում ամենազգայուն հարցերից մեկը մայթերի կառուցումն է։ Որովհետև մարդը դա անցալում է իր համար ազատագրված տարածք, որով ինքը կարող է քայլի։ Այդ վիճակը, որ մայթով պետք է քայլես, հետո դուրս գաս ավտոների արանքով եւ այլն, այդ շատ վատ վիճակ է։ Հենց որ այդ ամենակարևոր ու շատ ողջունելի գործավորը է։ Վարչապետին ներկայացվել են Երևանի Ամիրյան փողոցում իրականացված բարեկարգման աշխատանքները։ Նիկոլայ Ավետիսյան, լուրեր։